Գիտեք, արդեն process-ները սկսված են, ես կարծում եմ, որ այնքան արագությամբ են զարգանում խնդիրները, որ եւ խնդիրները, որ այլևս Կտրիչ Ներսիսյանը փրկության տեղ չունի։ Այստեղ արդեն մեկ այլ հարց է առաջ գալի. ինչու է Կտրիչ Ներսիսյանը շարունակում մնալ եկեղեցում։ Ես կարծում եմ, իհարկե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, նա թերևս ինչ-ինչ անավարտ գործեր ունի, որոնք բացառապես եւ բացարձակապես կապված են փողային հարցերի հետ։ Ես վստահ եմ, որ նա շատ-շատ համայնքներում, Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ունի շենքշինություններ, որոնք առաջին հայացքից ձևակերպված են կամ տրված են որոշակի սկզբունքներով հայ առաքելական եկեղեցու տնօրինմանը, բայց մենք բոլորս հստակ հասկանում ենք, որ դա տնօրինել է Կտրիչ Ներսիսյանն իր փոքր խմբակի եւ իր ընտանիքի անդամների հետ, այնպես ինչպես որ նրանք հայ առաքելական եկեղեցին, նրա թեմերը եւ նրա մասնաճյուղերը դարձրել են օրինակ ազգային խոպան, եւ եթե մեր հայրենակիցներից շատերը իրենց հանապազորյա հացի համար կամ տարբեր կենցաղային հարցեր լուծելու համար օրինակ գնում են արտերկիր աշխատանքի, մեր Կտրիչ Ներսիսյանն իր բարեկամներին, իր եղբայրներին, իր քրոջ որդիներին օրինակ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր է խոպան ուղարկել եւ նրանց ինդուլգենցիա որպես հագցրել է հոգևորականի վեղարը, որ ինչ արվի, նրանք կարողանան թաքցնել այս վեղարի հետևում։